այստեղ անդադ մարդիկ վազքի մեջ են, դու պետք է անդադ աշխատես, ունես թղթի խնդիր, ունես լեզվի խնդիր, դու չես կարող աշխատել, դու պետք է սպասես հերթեր, տարիներով, շատ մեծ արժեք են տալիս ընտանեկան մթնոլորտին ամեն ներկայացման մեջ ես օգտագործում եմ հայկական դետալներ։ Եթե ես ասել եմ կամ գործել եմ, ուրեմն ես պետք է պատասխանատվություն կրեմ։ Զգում ես, որ շունչ կա Հայաստանում, որ մարդիկ ապրում են, զարգանում են։ Ողջույն, այսօրվա մեր հյուրն է դերասանուհի Արմինե Գաբրիելյանը, ով արդեն 10 տարի է բնակվում է Ֆրանսիայում։ Նա իր մասնագիտական ուղին շարունակել է նաև Ֆրանսիայում եւ այսօր ներկայացումներ ունի թե ֆրանսերեն եւ թե հայերեն լեզուներով։ Իսկ այսօր պատրաստ է ներկայացնել իր անցած ճանապարհը։ Իզուր բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները։ Այցելեք մեր կայք, ինչպես նաև հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ Արմինե ջան։ Բարև ձեզ, բարև Շուշան ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շատ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Սիրով, վստահ եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Եկեք պատմեք մեզ, ինչպես եղավ, որ տեղափոխվեցիք Ֆրանսիա եւ ինչու հատկապես հենց Ֆրանսիա։ Ինչու Ֆրանսիա, կարող եմ ասել, որովհետեւ ամուսնանալու նպատակով առաջարկ եմ ունեցել, այստեղ ամուսնացել եմ, ապրել ենք մի քանի տարի եւ հետո հանգամանքների բերումով չենք հասկացել իրար եւ բաժանվել եմ։ Հա, այսինքն հատուկ նպատակ չեք ունեցել, որ ընտրեք Ֆրանսիան, ուղղակի ոնց կյանքի բանով, թելադրանքով։ Այո, այդպես են ստացվել հանգամանքների բերումով, այդպես է ստացվել եւ տեղափոխվել եմ Ֆրանսիա։ Երբևէ չեմ մտածել, որ կարող եմ լքել Հայաստանը եւ բնակվել այլ երկրում։ Ինձ համար միշտ խորհուրդ է եղել։ Դժվար որոշում էր, չէ՞, երևի որ թողնել ամեն ինչ մի կողմում ու տեղափոխվել լրիվ անծանոթ երկիր։ Հատկապես, որ այդ շրջանում ես զբաղվում էի իմ ամենասիրելի գործով, խաղում էի թատրոնում։ Արմեն Էլբակյանի թատրոնում, նկարահանվում էի սերիալներում, ունեի առաջարկ եւ այդ ամենը մի կողմ դնելով կյանքի այդ փուլում որոշում կայացրեցի ամուսնանալ, ընտանիք կազմել եւ բացահայտել նաեւ Փարիզը։ Երբևէ չեմ խոսել, անգամ դպրոցում, երբ որ ես մուտք եմ գործել Ֆրանսիա, իմացել եմ երկու բառ՝ merci եւ bonjour։ Ու երբ որ լսում եմ իրենք խոսում են, ասում եմ Աստված իմ, երբևէ կարող եմ ես գնալ հացի խանութ եւ ասել ինձ մեկ հաց։ Կարծում եմ դա անհնար է։ Ու այդպես, բայց ստացվեց այնպես, որ խոսեցի։ Տիրապետեցի թե ուղղակի ժամանակի ընթացքում ինձ ավելի շատ օգնել է ֆիլմեր դիտելը, երբ որ ես սկսեցի շատ ֆիլմեր դիտել ու կարդալ, հատկապես կարդալ մանկական հեքիաթներ ու դիտել նաև մուլտֆիլմեր։ Ու ինձ դա շատ օգնեց։ Հետագայում, որ սկսեցի աշխատել արդեն ֆրանսիացիների հետ, շփումը բերեց հանգեցրեց նրան, որ դու ստիպված, լավ, վատ, դու գտնվում ես այնպիսի դրության մեջ, որ պետք է անպայման արտահայտվես, մարդը դիմացը կանգնած սպասում է քո պատասխանին, եւ դու սենց խառնված, կեսը սխալ, կեսը ճիշտ կարողանում ես արտաբերես ու այդպես կամաց ստացվեց այնպես, որ խոսեցի ֆրանսերեն։ Բայց որպես օտար երկիր հեշտ հարմարվեցիք Ֆրանսիային, թե հիասթափություններ շատ ունեիք ժամանակի ընթացքում։ Շատ դժվար է եղել ինձ համար, շատ։ Որովհետև ես միշտ աշխատել եմ, ես շատ ինքնուրույն եմ եղել։ Երբ որ եկա այստեղ ու հասկացա, եթե դու ունես թղթի խնդիր, որովհետև չեմ պատկերացրել անգամ դա, ունես թղթի խնդիր, ունես լեզվի խնդիր, դու չես կարող աշխատել, դու պետք է սպասես հերթեր, տարիներով, այսպես
հեշտ չի տրվելու քեզ այդ ամեն ինչը ու անընդհատ իմ մտքի մեջ էր, որ ես անպայման պետքա վերադառնամ Հայաստան, որովհետև այստեղ չեմ կարող։ Ասում էի, լավ, մի քիչ էլ սպասեմ, թղթիս հարցը կլուծվի, հետո ըստ դրա արդեն կիմանամ իմ թուղթը կա, կտեղափոխվեմ Հայաստան, կգնամ, կգամ, այսպես։ Հետագայում, որ թուղթը տրվեց ու ես սկսեցի արդեն խոսել ֆրանսերեն, քայլեր արեցի դեպի ֆրանսիական թատրոն, ու երբ որ ստացվեց այդ ամեն ինչը, սկսեցի զբաղվել իմ սիրելի գործով, երևի դա ինձ չեմ կարող ասել, երևի ավելի շատը հենց արվեստը, թատրոնը ինձ պահեց այստեղ։ Ինչն էիք շատ կարոտում։ Շատ կարոտում էի ընկերներս, շատ կարոտում էի անմիջական միջավայրը, թատրոնը, երբ որ մենք մինչև գիշերը 12-ը կարող ենք փորձեր անել, միասին ճաշել, հետո այնտեղ նաև սերիալներում իհարկե ընկերական մեջ շրջապատեր ձևավորվել, դուրս էին գալիս, շփվում էինք, միշտ ուրախ ժամանակ էինք անցկացնում, իսկապես այստեղ չէի գտնում դա։ Իմ համար շատ ցավոտ էր այդ թեման։ Հետո կամաց չեմ կարող ասել կարոտը մեղմանում է, ուղղակի երևի քնում է։ Ամեն դեպքում թուլանում ինձ թվում է, չէ՞։ Այն առաջի տարվա պես չի լինում։ Հա, բայց երբեմն մեկ արթնանում է այդ կարոտը ու դու քեզ զգում ես օտարության մեջ մենակ, կողքդ ոչ մեկ չկա, երբ որ դու կարող ես զանգել քո ընկերոջը, քո ընկերուհուն, ասել ես այս ինչ բանի կարիք ունեմ, կամ արի մի հատ դուրս գանք, հարազատ հոգին այստեղ չկա։ Անգամ հայերով նույնպես մտերիմ ենք, բայց մարդիկ այստեղ այնքան զբաղված են իրենց առօրյայով գործեր, որովհետև այստեղ անդադ մարդիկ վազքի մեջ են, դու պետք է անդադ աշխատես, ու դու չես կարող անդադ խանգարել մարդկանց, չգիտեմ, քո խնդիրներով։ Այդպես է։ Բայց այս 10 տարվա մեջ վերադարձել եք Հայաստան, եկել եք Հայաստան, այցելել եք։ Իհարկե, ամեն տարի պարտադիր իմ նախագծերի մեջ է, պարտադիր բացի այլ երկրներ այցելելը առաջնայինը իմ Հայաստանն է, որովհետև առաջինը, որ իմ ծննդավայրն է, իմ երկիրն է, շատ կարոտում եմ ամեն ինչը եւ այնտեղ են իմ հարազատները, եղբայրները, ծնողները, ես ոչ մեկ չունեմ այստեղ։ Թղթապանության հարցը լուծված է փաստորեն, եթե կարողանում եք ես գնաք գալ։ Հա, Փառք Աստծո, լուծվեց թղթապանության հարցը, ինչքան էլ որ դժվար է, բայց յուրախություն ինձ կարողացա ունենալ թուղթը։ Իսկ ո՞նց ստացվեց, որ այսօրվա դրությամբ արդեն թատրոնում եք աշխատում։ Ամեն դեպքում հայկական ու մեկ է ֆրանսիական, իրենք ո՞նց վստահեցին ձեզ, ընդգրկեցին իրենց բանի մեջ, շղթայի մեջ։ Ճիշտն ասած, շատ ծիծաղելի պատմություն է։ Սկզբից ես որ եկել եմ այստեղ, երբ որ թուղթ էլ չունեի, սկսեցի հայ երեխաներին դասավանդել թատրոն, սկսեցինք բեմադրություններ անել, խաղացինք Թումանյանի հեքիաթները, խաղացինք Կոմիտաս, անգամ իմ ընկերներից Հայաստանից հրավիրեցի, եկան այստեղ եւ մենք կազմակերպեցինք մեծ ներկայացումներ, շրջագայեցինք, անգամ գնացինք Բելգիա եւ հայկական բոլոր դպրոցներում, ներկայացրեցինք հայ մշակույթը, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ներկայացրեցինք նրա բոլոր գրեթե հեքիաթները, շատ սիրվեց ու այդպես ունենք խմբակ եւ այդ խմբակով մենք կազմակերպում էինք հետաքրքիր ներկայացումներ։ Հետագայում, երբ որ ես թուղթս ունեցա եւ սկսել էի արդեն խոսել ֆրանսերեն, նաեւ խաղում էի ռուսական թատրոնում, Փարիզում կար մեծ մշակութային կենտրոն, ռուսական մշակութային կենտրոն, այնտեղ էի խաղում, այնտեղ բոլորը ռուսներ էին, բայց գրեթե բոլորը այստեղ ծնված կամ 30 տարի էին ապրում, 20 տարի, որոնք բացարձակապես լեզվի հետ խնդիր չունեին եւ խաղում էին ռուսերեն եւ ֆրանսերեն ու իհարկե չունեին բացարձակ ակցենտ։ Երբ որ ես առաջարկ ունեցա Փարիզի Լա Կոմեդի Սան-Միշել թատրոնից, քանի որ մենք խաղում էինք տարբեր տեղեր, ես գնացի իմ ռուս ընկերուհու հետ, ով բացարձակ ակցենտ չուներ, իդեալական խոսում էր ֆրանսերեն, բայց ամբողջ ներկայացումը ես էի գրել, իմ սցենարներ, իմ բեմադրություններ, հա, ես Աքսանային ասում եմ, Աքսանա, ասում եմ, դու խոսա, որովհետև ես որ խոսեմ կարող եմ չընդունեն այս թատրոն։ Այդպես ինքը խոսեց, բայց հետո ինքը, քանի որ մեծ կազմակերպության գլխավոր հաշվապահ էր նաև, ինքը դուրս եկավ, մնացի ես մենակ։ Ես հետո որ մենակ մնացի, շարունակեցի խաղալ, հետո արդեն 3-րդ տարին է, գրեթե միշտ իրենց կողմից ունենում եմ հրավեր,
Եվ խաղում եմ ներկայացում ամբողջ թատրոնում գրեթե ֆրանսիացիներ են բացի ինձանից։ Երբ որ ես այնտեղ ներքևում փոխվում են, հարցնում են, ինչպես ես այնտեղ ռեժիսորի հետ լույսի որպեսի լույսը ճիշտ դրվի կամ ձայնը, այնց ամաչում էի սկզբից քաշվում է երկու բառ էի փոխանակում, բայց հիմա արդեն Ազատ շփվում եք։ Հա, ազատ շփվում եմ, առաջ կաշկանդվում էի։ Հա։ Այսինքն կաշկանդվում էի ակցենտից, կաշկանդվում էի, որ ինձ վրա չծիծաղեն, բայց փառք Աստծո հիմա հաղթահարել եմ այդ գիծը։ Իսկ կա ֆրանսիական կինոներ, որ արդեն այդտեղ եք որպես դերասանուհի մասնակցում։ Կամ ունեք պլաններ, ֆիլմերում ճիշտ ասած եղավ առաջարկ որպես մասսայական տեսարաններում խաղալու համար։ Ես եմ հրաժարվել, որովհետև քո դերասանի էգոն քեզ թույլ չի տալիս, երբ որ դու ավարտել ես թատերական ինստիտուտը, մագիստրատուրան, այստեղ նաև Սորբոնի համալսարանը, այդ ոլորտի մեջ ու գնալ մասսայական տեսարանում խաղալ, ավելի լավ էր չխաղայի։ Ես հրաժարվեցի։ Ինչպես ճիշտ կլիներ հենց այդտեղից։ Հնարավոր է, բոլորը ասում էին, բայց չգիտեմ ինչի, այդ շրջանում հրաժարվեցի ու ավելի շատ ընտրեցի թատրոնը, որի համար չեմ փոշմանում, որովհետև թատրոնը իմ մեծ սերն է։ Այսինքն միևնույն է, եթե որոշեք կինոյի մեջ մտնել, դեռ ինչ որ մի փուլ պետքա, որ ոնց որ ինձ վստահությունը շահեք։ Այո, նաև քայլեր է պահանջվում էլի։ Ճիշտն ասած, այսօր ամենակարևորը, որ դու կարողանաս ճիշտ գովազդ անել ինքդ քեզ բոլոր սոցիալական սայթերով, ինչը իմ ամենամեծ խնդիրն է, որը ես չեմ կարողանում անել։ Եթե այդպես նկատում են մարդիկ եւ քեզ հրավիրում են։ Հա։ Նաև այդպես է ստացվում, ինչպես Հայաստանում, ինչպես բոլոր հիմա կարելի ասել բոլոր տեղերում ընդունված է այդ կարգը, երբ որ դու գովազդում ես քեզ, երբ որ ճիշտ ես ներկայացնում քեզ, մարդիկ արդեն հետաքրքրվում են, ունենում ես առաջարկներ։ Հա, հա։ Այստեղ էլ է այդպես, բայց դեռ չեմ գնացել այդ ռիսկին, գուցե հետագայում փորձեմ։ Շատ է տարբերվում հայկական լսարանը ու ֆրանսիական լսարանը ձեզ։ Որ մեկին ավելի հեշտ գոհացնել։ Հայկական շատ անմիջական է մեր հանդիսատեսը, շատ սիրալիր է, անգամ այստեղ ես շատ եմ ներկայացումներ գնում նայելու, երբ սա հազվադեպ երևույթ է, երբ որ հանդիսատեսը ոտքի կկանգնի եւ ծափ կտա։ Մեզ մոտ դա ընդունված է, որ հանդիսատեսը կանգնում է եւ ծափահարում է, ես ներկայացումներ եմ խաղացել եւ դա տեսել եմ, Հայաստանում ընդունված է այդ ջերմ ընդունելությունը, հետո մոտենալ դերասանների հետ շփումը, այսինքն չկա այդ գիծը, մենք միշտ շատ բաց ենք, շատ ջերմ ենք, այստեղ ավելի շատ փակ են ու հիմա ես խաղում եմ մանկական ներկայացումներ, օրինակ, մանկական ներկայացումը լավն է, երեխան շատ սիրել է, շատ հավանել է, շատ ուրախ է, ծնողը տեսնում է, բայց ծնողը չի հավանել։ Ինքը կգնա եւ անպայման քեզ կթողնի կոմենտարիա մեկնաբանություն, որտեղ կգրի երեխա շատ հավանեց, բայց ես կարծում եմ, որ այստեղ այսինչ բանը այսինչ ձև էր։ Այսինքն ինքը մտածում է, ինքն էլ է վճարել, ինքն էլ պետք է հաճույք ստանա։ Եթե ինքն է վճարում, բացի իր երեխան, նաև պետք է ինքը հաճույք ստանա։ Այդ առումով ավելի իրենք խիստ են եւ ավելի զուսպ են իրենց էմոցիաների մեջ։ Ինչքան էլ որ հավանեն ներկայացումը, շատ հազվադեպ է որ կկանգնեն եւ ծափ կտան։ Բայց երբ որ ինձ համար շոկ էր, ես որ առաջին անգամ խաղացի ներկայացումը, այս վերջին ներկայացումս որ խաղում եմ, շատ ընդունվեց ու երբ որ ինձ կանչեցին բրավո, եկել էին նկարվելու, շատ հազվադեպ է դա լինում։ Ես անգամ երբ որ վերջացրել եմ, սկսել եմ լացել, որ հասել եմ այն կետին, որ օտար երկրում, օտար լեզվով կարող եմ խաղալ ներկայացում, որը ընդունված կլինի։ Բայց ամեն դեպքում ասեմ մի բան, որտեղ ես ամեն ներկայացման մեջ ես օգտագործում եմ հայկական դետալներ։ Օրինակ հայկական երաժշտություն, անպայման կամ Հայաստանից բերված ինչ որ, որովհետև որ միշտ գալիս եմ Հայաստան, ինձ հետ անպայման բերում եմ թատրոնի հետ կապված դետալներ, միշտ օգտագործում եմ բեմի վրա ու անգամ
մի դեպք պատմեմ, երբ որ ներկայացումը խաղացի վերջացրեցի, ծափահարեցի, այնտենց վարակույր ինքը սենց ձիգ իջնում է, այնտենց բացով իջի, սենց կողքից մեկը գլուխը հանել է, սենց համ կներեք դուք ինչ ազգեք, ասում եմ հայ եմ, ասում է զգացվեց, երաժշտությունից հասկացա, որ դուք հայ եք, ես էլ թուրք եմ, ու ես ոչինչ չեմ ասել, պատտվել ու դուրս եմ եկել, որովհետև ստեղ իմ համար, ստեղ մենք շատ ենք հանդիպում, ու ստեղ այո, դա շատ խիստ է դրված, որ դու իրավունք չունես, դա ազգային խտրականություն է, դու ուրիշ երկրում ես, եւ պետք է ինչքան էլ որ դա կա, միևնույնն է, ես չեմ հաղթահարել այդ շեմը։ Ես չեմ կարողանում։ Ես հիմա աշխատում եմ մանկապարտեզում, ու ինձ մի անգամ այդպիսի խոսակցություն եղավ, ասեցին, բա որ այստեղ թուրք լիներ աշխատող, ասեցի, դուրս կգայի, ուղղակի դուրս կգայի աշխատանքից։ Բայց ինչ կխանգարեր։ Չեմ կարող, ուղղակի չեմ կարող, ես չեմ կարող աշխատել մեկի հետ, նայել մեկի աչքերի մեջ ու հիշել իմ պատմությունը։ Հետ վերա, չգիտեմ։ Հետո թե իրենք էլ են այդպես մտածում թուրքերը։ Իրենք այդպես չեմ չգիտեմ, ամեն դեպքում չեմ հանդիպել, համենայն դեպս ինձ որ տեսավ բեմում, ես անգամ ինստիտուտում եմ ունեցել թուրք ուսանողներ, երբ որ ինձ հետ էին սովորում, ու այդ ժամանակ մենք խոսում էինք եղեռնից, ցեղասպանությունից, ու իրենք որ խոսում էին, ու ցավոք սրտի այդ ժամանակ ես չէի տիրապետում լիարժեք լեզվին, որպեսզի կարողանայի իմ դասախոսին ճիշտ ներկայացնել եղելությունը, ու ես այդ ժամանակ շատ էի ընկճվել, շատ էի նեղվել, բայց ամեն դեպքում իրենք շատ ոնց ասեմ, բարի էին իմ հանդեպ։ Ես չեմ ունեցել ինչ որ վատ վերաբերվում, չի եղել։ Ամեն դեպքում ես էի, որ եթե անցնում էին, այնպես էի անում, չեմ նկատում, բայց իրենք էին ինձ բարևում, գուցե մտածեմ հայերը։ Հայերը լավն են։ Բայց ամեն դեպքում մեծահոգաբար են վերաբերվում, էլի, չէ՞։ Այո, համաձայն եմ, բայց ուղղակի մենք դեռ ոնց որ պատրաստ չենք, սովոր չենք։ Այո, մենք պատրաստ չենք, մեզ երկար ճանապարհ է։ Չենք էլ ուզում պատրաստվենք, էլի։ Գուցե։ Երևի հոգեբանական պատրաստվածությունը պետք, կարծում եմ, չգիտեմ։ Այո, ասացիք մանկապարտեզում եք աշխատում, էլի որպես թատրոնի հետ կապված, թե ուղղակի որպես կողմնակի աշխատանք։ Այստեղ ես աշխատում եմ մանկապարտեզում որպես մանկավարժ, բայց գիտեք, մանկապարտեզը այստեղ 2.5 ամսականից մինչև 3 տարեկաններն են։ Ու ամենահետաքրքիր շրջանն է, ու այդտեղ իսկապես շատ հետաքրքիր է, երբ որ դու կարողանում ես բացահայտել երեխային լիարժեք։ Հենց այդ ընթացքում ես կարողանում բացահայտել, որովհետև երեխաները ճիշտն ասած այստեղ կարող են գալ 7:30-ից մինչև 6:30։ Մնալ մանկապարտեզում 7:30-ից երեկոյան 6:30։ Ես այնտեղ մանկավարժ եմ աշխատում ու ես տեսնում եմ ոնց են երեխաները դառնում ինքնուրույն 1.5 տարեկանից։ Կարող եմ բերել մի օրինակ, միջնակների խումբը 1.5 տարեկան, 2 տարեկան, ուրեմն երբ որ ուտելու ժամն է, դնում ենք ափսեները, ափսեն ունի բաղկացած է մի քանի բաժնից, այնտեղ կա իր նախուտեստը, դեսերտը եւ ամեն ինչը, երեխան կերա վերջացրեց, ասում է ես վերջացրեցի, ինքը վերցնում է իր ափսեն 1.5 տարեկան երեխան, ինչը մնացել է, ինքը աղբի մեջ է դատարկում, գդալը դնում է մեծ ամանի մեջ, հանում է իր գոգնոցը եւ վերցնում է այնտեղ մենք ամանի մեջ ունենք թացածրած սրբիչե ձեռնոցներ, որով մաքրում է իր բերանը եւ գնում է, որպեսզի հանի իր շալվարը պատրաստվի քնելու։ Ու եթե երեխան դրել ենք ամեն ինչ ափսեի մեջ, օրինակ դեսերտը, ուտելիքը, միսը, ամեն ինչը, եւ երեխան որոշում է, որ առաջինը պետքա դեսերտ ուտի, օրինակ ձկի հետ ուտում է, չգիտեմ, դեսերտը, մենք իրավունք չունենք խառնվելու, որովհետեւ երեխան ունի ընտրելու իրավունք։ Այդ իր ընտրությունն է։ Դու իրավունք չունես, ասես, որ սա սենց չի, սա սենց է։ Եթե ուտում է մատերով, ձեռքերով,
չգիտեմ, որովհետև երեխաներ կան, որոնք սիրում են ձեռք տալ, հասկանան ինչպես ասեմ, սնունդը ինչ մատերիալից է։ Մանե մոտորիկան է էլի զարգացնում։ Այո, մենք անպայման թույլ ենք տալիս, որպեսզի իրանք վերցնեն, սնվեն, ինչպես ուզում են։ Իրենք են որոշում։ Ու անպայման մենք եթե նկատողություն ենք անում կամ ինչ-որ մի բան, պետքա իջնենք իրանց բոյին, վերևից չենք ասում, այ դու չի կարելի, ոչ, իջնում ես, ասում ես, որ ես քո հետ համաձայն չեմ ու պարտադիր բացատրում ես պատճառը, որ այդ երեխան հասկանա, թե դու ասում ես չէ, ինչի չէ, պատճառը ո՞րն է, որ դու ինձ արդեն։ Հա, ու ես շատ բաներ եմ բացահայտել հենց մանկապարտեզում եւ նաեւ իմ թատրոնը, իմ գիտելիքները օգտագործում եմ այդտեղ, քանի որ միշտ Հայաստանում էլ է այդպես, մենք կազմակերպում ենք հանդեսներ բանում, մանկապարտեզներում, ես շատ լավ հիշում եմ, մեծ տոն էր դա մեզ համար, մեծ ուրախություն, գեղեցիկ պատրաստվում էինք, այստեղ նույնպես, բայց քանի որ երեխաները դեռ փոքր են, այստեղ մենք կանչում էինք թատրոնի մասնագետներ կամ, չգիտեմ, երգիչներ, մանկական, որպեսզի այդ օրը լրացնեմ, քանի որ հիմա ես ինքս այդ ամենի մեջ եմ, ես ինքս եմ կազմակերպում տարվա վերջ 2 անգամ, ամանորին եւ տարվա վերջ կազմակերպում եմ ներկայացումներ, նաև ընդգրկում եմ իմ գոլեգաներին, որպեսզի ինձ հետ խաղան։ Շատ հետաքրքիր է անցնում։ Բայց ֆրանսիացի մայրիկների համար այդ ոնց որ իրենց մշակույթի զուրս ինչ որ մի բան է կազմակերպում, իրենք հանգիստ են նայում, թե մի բան էլ գոհ են։ Հետաքրքիր են նայում։ Շատ ուրախ են, հակառակը միշտ ուրախանում են, միշտ գովեստի խոսքեր եմ լսում, ու քանի որ մանկապարտեզում որտեղ որ ես աշխատում եմ, միայն ֆրանսիացիներ չեն, այսինքն ես իմ խմբում կան ռումինացիներ, արաբներ, աֆրիկացիներ, մենք տարբեր մշակույթի կրողներ ենք եւ ամեն մեկս մի բան կարողանում է բերի, բայց ընդհանուր մենք մի գաղափար ունենք, որ մեր միակ նպատակը դա երեխայի շահն է, այսինքն եթե մենք մի բան անում ենք, առաջինը մտածում ենք, եթե ես սա տալիս եմ երեխային, ինչի եմ տալիս, երեխայի շահը ո՞րն է դրանում, եթե այսինքն մենք զարդարում ենք մանկապարտեզը, չգիտեմ ինչեր ենք կախում բան, ես ասում եմ լավ, երեխայի շահը ո՞րն է, այսինքն պետք է ամեն հարցում ունենանք, որովհետև մանկապարտեզում ենք, լինի երեխայի շահ, եթե երեխայի շահը արդեն այդտեղ է, զարգանում է, ուրեմն ոչ մի խնդիր։ Այստեղ մի քիչ խնդիրը նրանում է, որ մենք չենք կարող շատ ուրիշ մատերիալներ բերել դրսից, որը վտանգավոր է երեխայի համար, այսինքն ամեն ինչը պետք է համապատասխանի մանկապարտեզին։ Եթե մի բանը վտանգավոր է երեխայի համար, այսինքն ինքը անելիք չունի մանկապարտեզում, պետք է դուրս հանել։ Լինի դա խաղալիք, լինի դա, չգիտեմ, ինչ-որ աքսեսուար, սեղան, ամեն ինչը հարմարեցված է երեխային։ Միշտ մեր նպատակը, ասում եմ մենք, որ տարբեր մշակույթի կրողներ ենք, բայց մեր միակ նպատակը երեխայի շահն է այդտեղ։ Այդ ստանդարտները բայց հենց պետությունն է որոշում, որ այս բաները վնաս է երեխաներին ու չի կարելի ընդգրկել, թե ուղղակի ձեր մանկապարտեզի տնօրենն է։ Բոլոր մանկապարտեզներում, դպրոցներում այդպես է։ Սնունդից սկսած մինչև խաղեր, հագուստներ, անգամ հիգիենայի պարագաներ, այնտեղ կան կրեմներ, որոնք օգտագործում են երեխային, անգամ երբ որ մենք լվացումներ ենք անում, քիթը կամ ինչ-որ եթե ունի փոքրիկ վնասվածք, որը պետք է մաքրել, այդ ամեն ինչը պետք է հարմարեցված լինի, բոլոր երեխայի անհատականության, ամեն ինչը պետք է մենք նկատի ունենանք։ Հետաքրքիր, բայց պետական մանկապարտեզներում էլ են այդպես, թե դուք որ մասնավոր եք, այդքան ավելի խիստ է դրած։ Ես տարօրինակ է հնչում ամեն դեպքում։ Չէ, ասեմ, բոլոր մանկապարտեզներում այդպես են։ Ես իմ մանկապարտեզը նաև կես կարելի է ասել վճարովի է համարվում, մյուս մասը մենք խառնուրդ ենք, այսպես ասած։ Եվ նա կա մանկապարտեզը ու մենք անպայման
հետևում ենք բոլոր կարգ ու կանոնին, ինչպես նաև ավելի խիստ է դրված հենց այն մանկապարտեզները, որոնք վճարովի չեն, պետական մանկապարտեզները։ Այդտեղ ավելի խիստ է, այդտեղի աշխատողները ավելի լավ են վճարվում, ու առավելությունները ավելի շատ են այնտեղի աշխատողների, բայց մի բան էլ ասեմ, այնտեղ աշխատելու համար դու պետք է, եթե ուզում ես անպայման ունենալ այդ առավելությունները, պետք է լինես Ֆրանսիայի քաղաքացի, թե չէ չես կարող ունենալ, այստեղ ասում են CDI կոնտրատ, ցմահ կոնտրատ։ Իրանք քեզ տալիս են ժամանակավոր կոնտրա, ամեն անգամ նորացնում են կոնտրան։ Բայց ինչու՞ է պայմանավորված, որ հենց Ֆրանսիայի քաղաքացի պիտի լինեն։ Դա ինչ սկզբունք է, էլի ինչ կապ ունի, կարող է ես լավ մասնագետ եմ, բայց Ֆրանսիայի քաղաքացի։ Բացի դու պետք է լինես բացի Ֆրանսիայի քաղաքացի լինելը, եթե դու քաղաքացի ես, նաև պետք է անցնես մրցույթ։ Եթե դու համապատասխանես այդ մրցույթի բոլոր կանոններին, ուրեմն դու կարող ես աշխատել, որովհետև այնտեղ աշխատելով քո հետագայում, երբ որ դու գնում ես թոշակի, դու ստանում ես բարձր թոշակ, ու այդտեղ աշխատելով, եթե դու արդեն ունես քո ցմահ կոնտրան, քեզ ոչ մի պարագայում քեզ ձեռք չի տալիս։ Այսինքն դու գալը, դու ինչքան ուզում ես բացակայի, չգիտեմ, այսինքն դու անձեռնմխելի ես։ Բայց անպայման ֆրանսիացի լինես, պետք է անպայման անցնես այդ մրցույթը, որպեսզի ունենաս այդ բոլոր առավելությունները։ Հետաքրքիր է, որ այդքան ամեն բոլոր պայմանները ապահովված է երեխայի ճիշտ զարգացման համար, տեղի մայրիկները ինչից են բողոքում, կամ լինում է, որ գան ինչ-որ բանից բողոքեն, դժգոհեն, ասեն, օրինակ ինչ է։ Չեմ կարողանում, մեկ երեխա ունի, գալիս ասում է, ոնց եք դուք այսքան երեխուն, չեմ կարողանում, չեմ հասցնում, ես դեպրեսիա եմ անում, չգիտեմ, ես լավ չեմ ինձ զգում, ու իրենք ստրես են տանում ամենաշատը նրանից, որ իրենք իրանց վրա երեխայի պատճառով կարող են ժամանակ չտրամադրել։ Ու եթե գալիս է վիկենդը իրենց, եթե իրանք շատ հոգնած են, երեխային տանում են տատիկ պապիկի մոտ եւ ամուսիններով գնում են հանգստանալու, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ նշել, որ իրանք շատ մեծ արժեք են տալիս ընտանեկան մթնոլորտին, այսինքն միասին ընտրելուն, միասին ժամանակ անցկացնելուն, բայց ավելի շատ ես տեսնում եմ ամուսիններով։ Այդ տարիքի երեխաները ավելի շատ լինում են տատիկ-պապիկների մոտ եւ գուցե դա իմ մանկապարտեզում է, որովհետեւ ճիշտն ասած ես այն մանկապարտեզում եմ աշխատում, ինչպես ասեմ, ոստիկանական աշխատողների մանկապարտեզում, որտեղ կարող են ամուսիններին որդել ու այլ երկիր, ինչ որ առաջադրանք կատարելու, կամ ամուսինը գնացել է, կինն է մնացել, ու այդ կինը 2 երեխաների հետ է, ինքը շատ վատ է տանում այդ ամեն ինչ, այդ բաժանումը, որովհետև չի հասցնում, իսկ Հայաստանում մի քիչ այլ է, որովհետև դու անգամ քո երեխային կարող ես վստահել քո դիմացի հարևանին, կարող ես գնալ իմ երեխային բերել, օրինակ, մանկապարտեզից։ Ես հիշում եմ, մեր հետ եղել է տենց բաներ։ Իսկ ես որ ասացիք 2.5 տարեկանից են ընդունում, մտածեցի երևի այնքան զբաղված ոնց որ լուրջ աշխատանքների վրա։ 2.5 ամսականից։ Ահա, 2.5 ամսականից։ Որտե տարօրինակ է, չէ, 2.5 ամսական երեխան է, որ մամայի մոտ պետք է մենակ լինի, ոնց է որ։ Ու մենք ունեինք ծնող, երբ որ իր երեխան սկսել էր քայլել ու մենք էինք առաջինը դա տեսել, հենց մանկապարտեզում, մենք իր մամային չենք ասել, որովհետև գիտենք, որ շատ չուզեցինք ցավեցնել, որպեսզի ինքը բացահայտի։ Ինքը տեսնի իր առաջին քայլերը տանը։ Չկարողացա։ Մոտեցումը։ Նույնիսկ այդտեղ մտածում եք, էլի ոնց որ հոգեբանական տեսանկյունից ծնողի համար։ Պարտադիր։ Առաջինը, որ երբ որ մանկապարտեզում աշխատում ես, շատ կարևոր է, որ ապահով լինի երեխան քո հետ եւ դու կարողանաս ծնողի մոտ վստահություն ներշնչել, որովհետեւ ինքը երեխային 9 ժամ, 10 ժամ, 7:30-ից մինչև 6:30 կարող է կա որ երեխա 5:30 է գնում, վստահում է քեզ։ Ու երբ որ ծնողը գալիս է, դու անպայման իրեն ասում ես երեխատ այս ժամին կերել է, քնել է, ինչ է արել, ինչ չի արել, ինչ է խաղացել կամ քանի ժամ է քնել։
Անպայման ինքը տեղեկացված պետք է լինի եւ այդ ամենը անպայման նշվում է տետրում ու ստորագրվում է, որպեսզի հետագայում ինչ որ խնդիր եթե լինի, մենք ունենք, հա, պարտադիր է դա։ Բայց տեսախցիկներ չունենք մեր պես, որ Արգելված են։ Իրավունք չունենք։ Արգելված է տեսախցիկները։ Իսկ մեր մոտ ծնողները բողոքեցին ու հասան նրան, որ մանկապարտեզներում արդեն տեսախցիկ կա պարտադիր։ Լավ, հիմա ես մի հատ բան օրինակ բերեմ, օրինակ մեր մանկապարտեզում կան երեխաներ, կա երեխա, ով ակնոց է դնում, ու կա երեխա, որ մենք չենք ասում չարա կամ ակտիվ է երեխան, ու երբ որ կտրում է երեխան կամ խփում է, դա իր արտահայտչա միջոցն է, դա չարությունը չի անում, դա հատուկ չի անում, որովհետև երեխան չի կարա դա հատուկ անի, ինքը չի գիտակցում։ Ուրեմն մեր մանկապարտեզում կար երեխա, որը ակնոցով էր ու շատ խելոք երեխա էր։ Ինքը գիրքը վերցրել է, նայում է, չի կարդում, կաները նայում է, մյուս երեխան գալիս է, խփում է ու ակնոցները դուրս է գալիս։ Այսինքն կամերայով ծնողը տեսնում է, որ իր երեխային խփեցին։ Կամ ասում մյուս ծնողը տեսնում, որ իր երեխային կծեցին։ Դա այնքան արագ է լինում, ակնթարթային, որ դու չես կարողանում, չգիտեմ, պահի տակ չես կարողանում հասկանալ ոնց կատարվեց դա, չէ՞ որ ես իրա կողքն էի։ Ու կարծում եմ, որ այդքան էլ այդ առումով, չգիտեմ։ Մենք նկարում ենք երեխաներին, այսինքն ծնողները ստորագրում են, արդյոք մենք իրավունք ունենք իրենց երեխաներին նկարել, հա։ Նկարում ենք երեխաներին եւ անպայման դա մանկապարտեզի ֆոտոապարատով, որովհետև մենք իրավունք չունենք մեր հեռախոսներն օգտագործելու, եւ այդ նկարները տպվում է տնօրենը եւ այդ նկարները մենք փակցնում ենք մանկապարտեզի պատին։ Ծնողները տեսնում են, որ իրենց երեխան սա է անում, նաեւ ամեն օրվա վերջում իրենք տեղեկացված են լինում իրենց երեխայի առօրյայից։ Իսկ կամերաները կարծում եմ այդքան էլ այս տարիքի համար ճիշտ չի։ Ավելի շուտ մեր մոտ ոչ թե որ երեխաները երեխաներին խփեն ծնողը տեսնի, այլ որ դայակ դաստիարակը չխփի երեխային։ Ամբողջ խնդիրը հենց այդտեղից սկսվեց, էլի, որ ոնց որ երևույթներ կային, որ իրավիճակներ ա եղել, որ դայակը խփել է երեխային, ու երեխան չի արտահայտել, որովհետև չի խոսում։ Գոնե հիմա տեսախցիկով հետևում են, որ չխփի դայակը։ Այդ դեպքում այո, գուցե եւ ճիշտ տարբերակ է, օրինակ մեզ մոտ բերեմ օրինակ, եթե անգամ բարձր խոսում ես երեխայի վրա կամ ինչ որ մականուն ես դնում երեխային, դու կարող ես նկատողություն ստանալ եւ երրորդից հեռացվես։ Անգամ մականուն իրավունք չունես կնքելու երեխային։ Բարձր խոսաս, թևից քաշես, չգիտեմ, դու այդտեղ ես, որպեսզի երեխային օգնես, պատասխանես, այսինքն իր բոլոր կարիքներին, երեխան ինչ է ուզում, դու այդտեղ ես երեխայի շահը պաշտպանելու համար, ոչ թե եթե դու չունես ինչ որ համբերություն, որպեսզի կատարես քո աշխատանքը, որովհետև նրանք երեխաներ են, տարբեր աշխատանքներ կան, կարող ես գնալ, հա, հանգիստ աշխատել։ Մենք այդպես ենք անում, չգիտեմ, շատ պատասխանատու գործ է մեր գործը, շատ, որովհետև այդ տարիքի երեխաները մի քիչ ավելի զգայուն են, ավելի կարիք ունեն, որպեսզի նրանց գրկես, ավելի կարիք ունեն սիրո, դե փոքրերի խումբը չեն քայլում։ Ու հետաքրքիրը այն է, որ բոլոր երեխաները հատակին են, ու դու պետք է միշտ լինես հատակին։ Իրավունք չունես աթոռին նստելու։ Ունես, բայց դա խորհուրդ չի տրվում։ Այ եթե Ֆրանսիայի դրական կողմերից խոսենք, կնշեք որոշները կամ մի քանիսը, որ ձեզ շատ ա գրավել։ Ու ինչքան էլ դուք հիասթափված եք լինում կամ պահա լինում, որ ասեք, «Всё, հետ եմ գնում Հայաստան», բայց այդ դրական կողմերը ոնց որ ձեզ sense պահեն, մագնիսի պես։ Ու կուզեիք տեղափոխվել Հայաստան։ Ինձ համար այստեղ ամենակարևորը, որ մարդիկ հետևում են կարգ ու կանոնին, հարգում են դիմացինի անձնական տարածքը, շատ կազմակերպված են ու պատասխանատու են իրենց գործողությունների համար։ Այսինքն
հատկապես կարգու կանոնը, եթե դա չի կարելի, ուրեմն չի կարելի։ Հասարակ մի բան, երթևեկությունը, որտեղ նախատեսված է ավտոբուսի գիծ, ինչքան էլ խցանում լինի, երբեք մարդիկ չեն հատի այդ գիծը ավտոբուսի գծով գնան, որպեսզի շուտ հասնեն տեղ։ Նույնիսկ Կամ հայերը։ կարծում եմ, այո, կարծում եմ, չգիտեմ։ Ու երբեք չեն տա այնպիսի հարցեր, որը կխախտի քո անձնական տարածքը։ Ինչքան աշխատավարձ ես անգամ ստանում կամ, չգիտեմ, ինչու բաժանվեցիր, քանի երեխա ունես, ինչու երեխա չունես, իրանք միշտ շատ զուսպ են իրենց զգացմունքների մեջ։ Ամենակարևորն է, որ ցանկացած արարք, երբ որ իրանք գործում են, իրենք պատասխանատու են իրենց արարքի համար։ Իրենք երբեք չեն ասի, որ ոչ, սա ես չեմ արել ու կամ միամիտ եղել։ Եթե ես ասել եմ կամ գործել եմ, ուրեմն ես պետք է պատասխանատվություն կրեմ։ Հետաքրքիր է։ Մտածելակերպի տարբերություն էլի։ Ահա։ Սկզբից, երբ որ ես տեղափոխվել էի, այդ կարգու կանոնի մասին խոսեմ, երբ որ գնում էի հիվանդանոց կամ ինչ որ տեղեր կամ ասենք թղթի համար բավականին հերթեր կային, ու դու պետքա սպասեիր։ Քեզ կանչում էին օրինակ ժամը 9-ին, բայց կարողա քեզ ընդունեին ժամը 11-ին, որովհետև շատ մարդ կար ու ամեն մեկի համար բժիշկը կարող էր տրամադրել ոչ թե 30 րոպե, 45 րոպե։ Ու իմ համար դա ստրես էր, ես շատ ծանր էի տանում։ Ու մենակ իմ նման ես էի այնտեղ զգում եմ, էլի այդքանի մեջից ես եմ ծանր տանում, նեղվում եմ, բայց հետո հասկացա, որ այստեղ բնակչությունը շատ է, բժիշկը 1 հոգի է ու դա նորմալ է։ Ու ոնց որ ես մնացած բոլորն էլ սպասում են մեր հերթին ու հանգիստ պետք է նստես ու սպասես քո հերթին։ Մինչև քեզ Խախտել չկա։ Չկա։ Չէ։ Այստեղ կորոնավիրուսի ժամանակ խանութներում մինչև որ դու հասնես կասա, որպեսի վճարում կատարես, կարմիր գիծ էին գծել, կպցրել, որ չանցնես, քեզ պետքա կանչի, հա։ Ու ես sense կանգնում ես այդ գծի վրա, ուրեմն գնորդը արդեն իր գնումները արել է, գնացել է, ես սպասում եմ, որ ինձ կանչեն։ Այդ տղան մոռացել է, որ ինձ պետք է կանչի, ես դες մնացել եմ այդ գծի վրա, ասենց եմ կարամ գամ։ Ու մինչև առցեր պահպանվել է մեր խանութում, այդ գիծը կա։ Գնում ես, պետքա կանգնես այդ գծի վրա, մինչև քեզ կանչեն, որ դու քո վճարում անես։ Չեմ ասում, սա բոլոր խանութներում կա, ուղղակի դա եղել է այդ խանութում ու տենց մնացել է։ Մեր մոտի խանութն է, որտեղից շատ եմ օգտվում։ Եթե բժշկական ոլորտից խոսենք, ըստ ձեզ շատ է տարբերվում։ Սպասարկումը կլինի կամ ընդհանուր մակարդակը։ Այստեղ բժշկությունը կարելի ասել, որ շատ զարգացած է ու առաջինը չեն նայում, թե դու վճարողնակ ես, թե ոչ։ Ճիշտ է, դու ունես ապահովագրություն, բայց ամեն դեպքում կան վճարովի տարբերակներ, որպեսզի ուզում ես շուտ լինի, հանդիպում ես շուտ վերցնում, բայց ամեն դեպքում բժիշկը նայում է, որ ինչով կարող է քեզ օգնել ու ամեն ինչ անում են։ Ես երբևէ դժգոհություն չեմ ունեցել, ես շատ ուրախ եմ ու եթե դու չես էլ կարողանում վճարել, հաստատ տարբեր լուծումներ կան դրա համար։ Ու ինչն է խնդիրը, մի քիչ իրենք ավելի սառնասիրտ են, ճիշտ է, իրենք բուժում են, խոսում են քեզ հետ, ինչ որ լուծումներ են առաջարկում, բայց նաև այստեղ սառնասիրտ են, որ կարող են օրինակ, եթե մարդը ունի լուրջ խնդիր ու դա չբուժվող հիվանդություն է, կարող են նայել աչքերի մեջ մարդու եւ ասել, գիտես, ես 3 ամիս ժամանակ եմ մնացել այդպես։ Ու շատ հանգիստ այդպես պետքա լիներ, որովհետև երբ որ ես մի տատիկ կար, ինքը վերեմ օրինակը, հիվանդանոցում ես գնացել եմ իրան տեսության, ինքը ինձ էր կանչել, ու ես գնում եմ իրան տեսության, ու ինձ տեսնելուց հետո ինքը մահանում է իմ դեմը, ու ես առաջին անգամ դա տեսնում եմ, ու այնպիսի ստրես եմ տանում, գոռում եմ այնտեղ, լացում եմ, բան, որ վախեցել եմ շատ, իրանք մտել են ինքը մահացել է, դուրս եկեք, նորմալ սենց ապարատներ անջատում են, մեծ քիչ չեն նայում կամ չգիտեմ, չկա, բան չկար էլի տենց այդ բժիշկների։ Եվ այնքան եմ տեսել, էմոցիա չկար։ Հա, ես պատկերացնում Հայաստանում ոնց կլիներ։ Հա,
մենք շատ ջերմ ենք, շատ տաք ենք, շատ զգայուն ենք, շատ ընկերական ենք։ Հայաստանում ցանկացած պահ ես գիտեմ, ում դիմես, քայլես փողոցով, խնդիր ունենաս, հարցնես, այստեղ էլ են անում, բայց Հայաստանի ջերմությունը չկա, Հայաստանի անմիջականությունը չկա, Հայաստանի ընկերությունը, սերը չկա։ Ինձ համար ուրիշ է։ Դե որ ասում են Եվրոպայում սարն են ընդհանուր ժողովուրդները, ճիշտ է էլի երևի։ Եթե էլ մարդաշատ են իրար չեն ճանաչում երևի, Շատ է, մենք էլ հետո քիչ ենք դրա համար։ բայց բացի այդ, էլի եմ ասում, այստեղ տարբեր ազգերը շատ են։ Հա։ Միայն ֆրանսիացիներ չեն։ Շատ եկած Աֆղանստանից, Ռուսաստանից, Թուրքիայից շատ են։ Ու բերել են իրենց մշակույթը այստեղ, դրա համար մարդիկ ֆրանսիացիներ կան ավելի շատ փակվում են եւ թողնում են Փարիզը, գնում են հեռու արվարձաններ։ Հա, ճիշտ է, մեր հյուրերից մեկը ասում էր։ Փարիզի սիրտը, որ իմ համար դա Մոնմարտն է, ու այնտեղ երբ որ դու գնաս մի կանգ առ ներքև Մոնմարտից, երբ որ դու գնաս երեկոյան, դա երազանք է, որ դու ման գաս այնտեղ, դա հրաշք է, լույսեր է, մշակույթ է, ամեն ինչը, բայց ինքը վտանգավոր է։ Այսինքն բացի ֆրանսիացիներից բոլորը այնտեղ են։ Հա։ Այ որ ասում էին փաստորեն որ Ֆրանսիան արդեն վտանգավոր տեղ է, Փարիզը արդեն վտանգավոր տեղ է ու այն նախկին Փարիզը չի որ գնաս ու հաջիկ ստանաս, իրոք այդպես է փաստորեն։ Չեմ կարծում, որովհետեւ պատճառով օտարերկրացիների պատճառով հնարավոր է, որովհետև վայրեր կան, որոնք իսկապես անգամ պոեզների մեջ կարող են հեռախոսը ձեռքից վերցնել ու դռներից փախնել ու դու ոչինչ իմ հետ էլ ա եղել, իմ պայուսակից են գումար տարել, շատ հանգիստ ու այդ ամեն ինչը լինում է, շատ է լինում ու որտեղ որ ես ասեցի այդ թաղամասում կան շատ հրաշալի թատրոններ, որտեղ կարող ես դիտել հրաշալի ներկայացումներ, որոնք սկսվում են ժամը 8-ին, 9-ին, բայց ամեն դեպքում դու չես կարող գնալ այդ ժամին այդտեղ։ Հա։ Այսինքն ոստիկանությունը թույլ է աշխատում։ Անգամ ոստիկանությունը խուսափում է այդ շրջանում մոտ գործել այդ տարածքներ։ Ես շատ եմ սիրում Փարիզը, որովհետև մշակույթը, գույները, լույսերը, փայլը, ոնց որ թանգարան լինի, դու անընդհատ քայլելով նոր բաներ ես բացահայտում, անընդհատ։ Երբեք չեն կարող ասել, որ Փարիզը կորցրել է շուկը, չէ, մի փոքր դարձել է վտանգավոր, այսինքն երբ որ օտարը բերել է իր մշակույթը եւ փորձում է աղավաղել, այո, երբ որ այստեղ ֆուտբոլային խաղեր են լինում, երևի տեսած կլինեք, հաղթանակից հետո թե ինչ է կատարվում։ Այրում են մեքենաները, կոտրում են խանութների ապակիները, ապրանքներ են գողանում, շատ է լինում։ Բայց գիտես, համ զարգացած երկիր ու համ էլ ասենք ոստիկանությունը չկարողանա այդ ամեն ինչի դեմը առնի։ Տարօրինակ է, չէ՞ էլի։ Տարօրինակ է, բայց ես մտածում ենք լավ, որ մեկինը, որտեղ սկսի։ Այնքան շատ են հիմա, որ չգիտեմ, պատկերացնում եմ ինչքան դժվար պետք է լինի։ Այո, գալիս եք Հայաստան, հետաքրքիր ինչն է որ անհամբեր սպասում եք որ ինքնաթիռից իջնեք ու հասնեք դրան։ Դե առաջինը իմ տունը, իմ ծնողները, բայց առաջինը ջուրը։ Ջուրը։ Հա, այդտեղ ծորակի ջուր չեք խմում։ Չէ՞։ Հա։ Առաջինը ջուրը, իմ եկեղեցիները, բայց ամենակարևորը ջուրը։ Այստեղ կան հայկական խանութներ, որտեղից մենք կարող ենք գնել սնունդը ու ամեն ինչ, բացի ջրից։ Ամեն ինչ կարող ես ձեռք բերել, բացի ջրից։ Կան հայկական եկեղեցիներ, որտեղ լինում են պատարակներ, ժամերկություններ, հայերը հավաքվում են, մենք մեր կարոտը երբեմն սփոփում ենք այդտեղ, բայց բաներ կա, որ ինչ էլ ուզում ես արա, միևնույն չես կարող լրացնել։ Հոգուդ մի անկյունում դատարկությունը զգում ես, հատկապես եթե դու մենակ ես։ Շատ դժվար է։
Բայց փորձվեք հաճախակի շփվել հայ համայնքի հետ, թե ուղղակի Շատ, աշխատանքի բերումով շատ չի ստացվում։ չէ, շատ եմ շփվում։ Հայկական Շատ։ տոները։ Ամեն տարի 2-3 անգամ անում եմ հայկական ներկայացումներ երեխաների համար։ Հա։ Հայկական եկեղեցու սրահում մեծ սրահ կա, որտեղ ինձ տրամադրում են այդ սրահը եւ բոլոր հայերը գիտեն, որ ամեն տարի նոր տարում միշտ լինում է հայկական ներկայացումներ։ Նաեւ հայկական մշակութային կենտրոններ կան, որտեղ համագործակցում եմ, երբեմն այնտեղ եմ ներկայացումներ անում, երբեմն նաեւ ես աշխատում եմ որպես գիտական մեծ ատելյեներ եմ անում, բայց էլի երեխաների համար, երբեմն կազմակերպում հայկական մշակութային տներում նման բաներ, օրինակ խոսում ենք մոլորակներից, խոսում ենք այլ մոլորակներից, խոսում ենք ջրի կառուցվածքից։ Այդ ամենը ես իմ աշխատավայրում սովորում եմ, հետո փորձում եմ կիրառել հայ երեխաների համար։ Հայերեն, բայց թե ֆրանսերեն։ Ես դա ֆրանսերեն եմ աշխատում, բայց հայկական մշակութային տներում պարտադիր հայերեն եւ ներկայացումները պարտադիր հայերեն, պարտադիր։ Հա։ Հասկանում են էլի հայերեն գոնե։ Հա, ճիշտն ասած, այստեղ ունենք արևմտահայերեն եւ արևելահայերեն։ Հիմա փառք Աստծո, ես խոսում եմ երկուսն էլ եւ իմ ներկայացումները երկու լեզվով են։ Եվ արևմտահայերեն եւ արևելահայերեն, երկուսն էլ մերն է։ Ես շատ ընդունում եմ, շատ սիրում եմ ու շատ ավելի հետաքրքիր է լինում երեխաներին ու հանդիսատեսին լսելու համար այդ երկու լեզվով, երբեմն էլ մի երկու բառ ֆրանսերեն ենք խոսում, շատ հետաքրքիր է լինում, շատ ծիծաղելի է լինում ներկայացումները այդ ձև, որ կազմակերպում ենք։ Իսկ արևմտահայերեն ո՞նց եք բայց սովորել, ինչ-որ հատուկ ձևով։ Այստեղ շատ եմ Դժվար է, շփվել, շատ, բայց այստեղ շփվել եմ, շատ եմ շփվել մեր արևմտահայերի հետ, որոնք վաղուց այստեղ են, ունեն մշակութային մեծ կազմակերպություն, մեծ հայկական մեծ գործունեություն են ծավալում եւ իրենց հետ համագործակցելով միշտ կապի մեջ լինելով տարիներ շարունակ ու եթե ինչ-որ մի բան էլ չէր լինում, պիեսը գրելու զանգում էի, հարցնում էի, «Էս ոնց է, էս ոնց պետք է ասեմ, էս ոնց պետք է ասեմ»։ Իսկ Հայաստան գալուց ամեն անգամ ինչ-որ փոփոխություն զգում եք, թե ամեն անգամ գալուց ասում եք, դե չփոխվեց էլի մեր երկիրը։ Շատ եմ զգում ու դեպի լավը, ավելի երբ որ տեսնում ես մեր աղջիկները թե ինչքան զարգացած, սիրուն, խնամված, նաև տեսնում ես, չգիտեմ, մշակույթի առումով, ուտեստների առումով, հանգստավայրերի առումով, ինձ համար մեծ աճ է ապրել Հայաստանը այս տարիների ընթացքում։ Ճիշտ է, մենք ունեցել ենք կորուստներ, որը դա երբեք չեն կարող մոռանալ, բայց ամեն դեպքում այդ ամենի հետ մեկտեղ զգում ես, որ շունչ կա Հայաստանում, որ մարդիկ ապրում են, զարգանում են, առաջ են գնում, հետաքրքիր մտքեր են առաջ գալիս, շատ ուրախալի է։ Այլ երկրներ ճամփորդություններ կատարել եք։ Հա, շատ եմ սիրում։ Եվրոպայի ներսում հենց։ Այո, Ամստերդամ, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, տարբեր տեղերում, երկրներում եղել եմ։ Ինձ համար առաջինը մնացել է միայն Հայաստանը, որը ունի այդ ջերմությունը, խաղաղությունը, երբ որ դու գնում ես, դու ուրիշ ես քեզ զգում, եւ ինձ համար երկրորդ տեղում Վենեցիան էր։ Երբ որ բացահայտեցի, շատ սիրեցի, փոքրիկ մշակութային ոնց որ կենտրոն լիներ ինձ համար։ Շատ բացահայտեցի։ Մշակույթի առումով շատ բաներ եմ կարողանում բացահայտել, որովհետև ամեն անգամ գնալուց առաջինը պետքա ներկայացումներ նայեմ եւ թանգարաններ այցելեմ։ Այդ բնագավառի այդ ոլորտի մարդ լինելով, որպեսզի կարողանամ ավելի ճիշտ, ավելի ժամանակակից մատուցել արվեստի շունչը հանդիսատեսին։ Իսկ այն ինչ-որ երկիր, որ ձեզ ինչ-որ նոր երևույթով, նոր արժեքով ձեզ գրավել է, որ շատ կուզեիք, որ լիներ Ֆրանսիայում, թեկուզ Հայաստանում, բայց գիտեք, որ երկու տեղն էլ բացակայում է։ Ինչ-որ Վենեցիան իր մշակույթով, բայց ուրիշ երկիր, որ ինչ-որ մի արժեքով շատ է գրավել ձեզ։ Երբ որ ես Գերմանիայում էի,
շատ եմ սիրել, այստեղ ինչքան էլ մարդիկ հարգում են կարգ ու կանոնը, այնտեղ ավելի խիստ է դրված կարգ ու կանոնը ու շատ եմ սիրել մաքրությունը Գերմանիայի։ Իսկապես կարող է շատ տեղեր չեմ եղել, չեմ բացահայտել ինչպես Փարիզում, բայց այնտեղ շատ սիրել եմ, այցելել եմ խանութներ, մշակութային կենտրոններ ու հասկացել եմ, թե ինչքան մաքուր են մարդիկ պահում իրենց շրջակա տարածքը։ Հետաքրքիր, բայց այնտեղ էլ են օտարազգիները շատ, չէ։ Շատ են, բայց ամեն դեպքում գերմանացին ստիպում որ դու հարգես իրեն ու իր երկիրը։ Լավ գերմանական ճշտապահությունը կա։ Հա։ Իսկ սառնությունը զգացել եք Գերմանիայում, որ ասում են գերմանացիները ամենասառն են եվրոպացիների մեջ։ Ես ճիշտն ասած երկար չեմ մնացել, այդ առումով չեմ կարող ասել, բայց չի ասի։ Բայց ինչ է լինի, միևնույն է մեր ջերմությունը ոչ միտեղ չկա։ Չի համեմատվի։ Մեր օգնելու կարողությունը, մեր պատրաստակամությունը, մենք շատ պատրաստակամ ենք, շատ։ Ինչքան էլ մեզ համար դժվար լինի, եթե դու գիտես մեկին կարող ես օգնել, վստահ եմ, որ կօգնես։ Հա, իրոք։ Մեր սիրտը շատ է։ Հա, Հիմա կտամ իմ վերջին հարցը։ Ես կասեմ նախադասությունը, իսկ դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք ինչն եք սիրում։ Ջերմությունը։ Մեծ սիրտը, ոնց ասացիք։ Մեծ սիրտը, սերը, մեծ սերը։ Կարելի է մի բառով ֆոնտագրել մեծ սերը։ Իրոք մեր Հայաստանը մեծ սեր է։ Ու մեզ, ինչպես ասում էր Սարոյանը, աշխարհին միայն սեր է պակասում, բայց մենք ունենք այդ սերը մեր փոքրիկ երկրում։ Փոքրիկ երկիր, բայց մեծ սրտով։ Դե ինչ, շատ հաճելի էր Արմինե ջան, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր հարցերի, հետաքրքիր զրույցի համար, անչափ շնորհակալ եմ։ Եվ վստահ եմ, մինչ հանդիպում, գուցե Հայաստան։ Ձեզ էլ շատ ներկայացումներ եւ մեծ բեմեր եմ մաղթում։ Ձեզ էլ անխափան եթե շնորհակալ եմ այս գեղեցիկ նախաձեռնության համար, հրաշալի գաղափար է։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Հաջողություն։